Սեներ փառք մեր ամենակարող Տիրոջ։ Օրհնյալ ամեր Տերը մեզ շատ քանչելի հրաշալի ժամեր եւ վայրկյաններ աշնորհում։ Փառք իր անվանը, որ հաճախ մեր հոգեվոր պատրաստների մեջ միշտ չէ որ մեզ անընդհատ սուրճոճել է տալիս, որպեսզի մենք պայքարի մեջ լինենք, այս հոգեվոր պայքարի մեջ իբրև թե հանգիստ չունենանք։ Ոչ։ Տերը նաև գիտե իր զավակներին որոշակիորեն հանգիստ շնորհել, որում ուզում է որպեսզի անձնավորությունը կատարելապես իր ներկայության, իր խաղաղության մեջ գտնվի, ուրիշ բանի մասին չմտածի, միայն իր արարչի հետ ներդաշնակ այդ խաղաղությունը վայելելու։ Ամենապահանջված բանը, որ այսօր մարդիկ իրոք երկրի վրա ունեն, դա հենց այդ խաղաղությունն է, որ մարդիկ դրսում են փնտրում, բայց երբեք իրանց ներսում չեն փնտրում, որ դա ունենան։ Իսկ մենք այսօր փառք ենք տալիս Աստծուն, որ Աստված մեզ հասկացրել է ամենակարևորը, որ եթե աշխարհում տագնապներ, աշխարհում արհավիկներ լինեն, աջ կողմից, ձախ կողմից ընկնողներ լինեն եւ այլն, բայց նա մեզ միշտ պատվիրում է, որպեսզի մենք հանդարտ լինենք, խաղաղ լինենք, որովհետև մենք վեմի վրա կառուցվածներս անշարժ պետք է լինենք։ Ինչպես որ Տերը հավիտենապես երեք այսօր ու հավիտյան նույնն է, հարց առաջանում, այդ դեպքում վերստին ծնված Աստծո զավակը, որ արդեն Աստծուն է հարել, նրա վրա է հաստատվել, ինչու ինքը նույնը չի մնում Աստծո հետ իր վերստին ծնված ժամանակից ի վեր։ Եվ այսօր խոսք պիտի գնա հենց դրա մասին, որ Աստված ուզում է ինչպես ինքը երեք, այսօր ու հավիտյան նույնն է, այնպես էլ վերստին ծնված ցանկացած անձնավորություն չփոփոխվի իր ընթացքի մեջ, այլ ավելի հաստատուն լինի եւ մինչեւ վերջել, ինչպես Տերն է հաստատուն եւ անփոփոխ, ինքն էլ մնա անփոփոխ։ Թող Տերը փառավորվի։ Ուզում եմ լսենք 53-րդ Սաղմոսը։ Անզգամն ասեց իր սրտումը, թե Աստված չկա։ Նրանք ապականվեցան եւ գարշելի անօնություն արին։ Ոչով չկա, որ բարին անե։ Աստված երկնքից է մտիկ է անում մարդկանց որդիների վրա, որ տեսնե, թե կլինի արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն խնդրե։ Ամենքը ետ քաշվեցան, միասին անպիտանացան, բարի գործող չկա, մեկն էլ չկա։ Միթե չեն իմանում անօնություն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպես որ հացը կուտեն, եւ Աստծուն չեն կանչում։ Այնտեղ վախենում են վախով, ուր որ վախ չկա, որովհետև Աստված քեզ պատողների ոսկորները ցերվում է, դու ամոթ ես անում նրանց, որովհետև Աստված դեն է գցում նրանց։ Օ թե Սիոնից է գալ Իսրայելի փրկությունը, երբ որ Աստված իր ժողովրդի գերությունը դարձնե, այն ժամանակ Հակոբը կցնծա ու Իսրայելն ուրախ կլինի։ Սաղմոս 2-ն երկու բան է նկատում իր շրջապատում, այն որ ամբարիշտը անզգամն ասում է իր սրտում, թե Աստված չկա, եւ մյուսը մենք տեսնում ենք ինքն ասում է, որ ամենքը ետ քաշվեցան։ Ետ քաշվեցան, սա նշանակում է, որ մի ժամանակ Աստծո հետ են եղել։ Եվ ցավալիորեն այս Սաղմոս 2-ն ասում է, որ ամենքը ետ քաշվեցան եւ միասին անպիտանացան։ Լավ, անզգամը դեռ անզգամը իր սրտում ասում է, որ Աստված չկա։ Սակայն երկրորդը շատ ավելի ցավալի է։ Երբ մարդն Աստծուն ճանաչել է, բայց գրված է ետ քաշվեցան։ Եբրայեցիս թղթում Պողոս առաքյալն ասում է, մենք ետ քաշվողներից չենք, որ կորսվենք։ Եվ Մարգարեն ասում է այդ խոսքերը, արդարը հավատքից կապրի, եւ եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։
Այսօր մենք գոհանում ենք Աստծուց, որ մեր ներսում կա այդ խորը ծարավն ու փափագը, որը գնալով ավելի է խորանում։ Եվ մենք կարող ենք այդ խոսքերն էլ ասել, որովհետև այս 6-րդ խոսքը 53-րդ Սաղմոսին ճիշտ է, որ մի իսրայելացի ասում է իր Աստծու մասին Իսրայելի փրկության համար, բայց մենք էլ կարող ենք այս նույն խոսքերը ասել։ Օ թե Աստվածգար, երբ որ Աստված իր ժողովրդի գերությունը դարձներ, իր ժողովրդի գերությունը ինչից դարձներ։ Իր ժողովրդի գերությունը դարձներ մեղքից, իր ժողովրդի գերությունը դարձներ աշխարհից, իր ժողովրդի գերությունը դարձներ սատանայից, որից դժբախտաբար բռնվել են եւ ետ են քաշվել Տիրոջ ճանապարհներից։ Այո, սերներ, մեր սրտում այդ աղոթքը կա, մեր սրտում այդ կարիքը կա, որ մեր Տիրոջ երկրորդ գալստյանը, փառավոր նրա երկրորդ գալստյանը մենք դիմավորենք։ Եվ դրա համար այսօր Աստծո Սուրբ Հոգին մեզ անհանգստացնում է։ Աստծո Սուրբ Հոգին կոչ անում մեզ, որպեսզի մենք արթուն լինենք, պատրաստ լինենք, որտեղ ցանկացած պահի Տերը կարող է հայտնվել։ Եվ այն ժամանակ, երբ որ Տերն իր եկեղեցին կվերցնի, վայ աշխարհի բնակիչին։ Եկեք խոնարհվենք, գոհանանք մեր Աստծուց, որ Տերը մեզ իրան ճանաչեցրել է, որ Տերը մեզ իրան է քաշել եւ մենք այսօր իրան ենք պատկանում։ Թող իր անունը փառավորվի, ամեն։ Այսօրվա խոսքը որպես բնաբան Մատթեոս Ավետարանի 5-րդ գլխի 37-րդ խոսքն է։ Մատթեոս Ավետարան 5-րդ գլուխ 37-րդ խոսք։ Բայց ձեր խոսքը լինի այոն այո եւ ոչը ոչ։ Եվ սրանից ավելին չարիցն է։ Առաջի հատվածի վերաբերյալ հանկարծ հասկանում ենք, որ Տերը ուզում է, որպեսզի մարդը իր առջև շիտակ լինի, երկլեզու չլինի։ Երկլեզու դա նշանակում է շատ արագ նախկին որոշումը փոխում։ Մենք այստեղ լսում ենք, որ Տերն ասում է, որ ձեր խոսքը լինի այոն այո, ոչը ոչ։ Այսինքն այն ամենին, ինչին որ դուք այո եք ասում, հասկանալով ասեք այո, ընկալելով ասեք այո, ձեր ունեցածից ասեք այո, ձեր հասկացածից ասեք այո, եւ դրանում կեցեք։ Եվ այն բաներում էլ, որ դուք ոչ եք ասում, հասկանալով ասեք ոչ, ընկալելով ասեք ոչ, ձեր ունեցածից ասեք ոչ, եւ նման դրսևորումով ձեր անհատականությունը հայտնի թող լինի։ Սկզբունքային մարդիկ այդպիսին են։ Նրանք իրենց կյանքում այնինչ որ այո է, ոչ չեն ասում, այնինչ որ ոչ է, այո չեն ասում։ Համաձայն եք ինձ։ Հետևաբար ես ուզում եմ սկզբում անդրադառնալ հետևյալին, որ բոլոր նրանք, ովքեր որ Աստծո ապաշխարության հրավերը լսել են, արձագանքել են այդ հրավերին եւ այո են ասել, ապաշխարել են, վերստին ծնվել են, Աստծո ընտանիքի անդամներ են դարձել, Աստված հավանել է նման այո ասողներին։ Եվ միակ բանը, որ հավատացյալը Աստծո մարդը իր կյանքում հասկանում է, արդեն սա է, որ այն ամենն ինչ որ Աստծուց է այո եւ ամեն է, այն ամենն ինչ որ Աստծուց չէ ոչ է։ Ընդհանրապես մարդիկ շտապում են այոներ ասելու։ Շատ դեպքերում որոշումներ կայացնելու ժամանակ, երբ որ մարդիկ այո են ասում որևէ որոշման,
Կար ժամանակ հետո կարծես թե փոշմանում են, թե ինչու այո ասեցին։ Որոշ ամուսնական զույգեր էլ նույնիսկ բողոքում են իրենց ողջ կյանքում տրտնջալով, թե ինչու այո ասեցին։ Սակայն սիրելիներ, մարդու ազատ կամքն է, որպեսզի ինքը իր այոն որտեղ ուզի, ինչպես ուզի արտահայտի, եւ որտեղ ուզի, ինչպես ուզի արտահայտի նաեւ ոչը։ Այդ ազատ ընտրության իրավունքով մարդը այսօր ամենատարբեր շարժառիթներով իր կյանքի մեջ այոներ ունի եւ ոչեր ունի։ Ես այսօր ուզում եմ մի հատ Տիրոջը հետևելու մասին լսենք։ Երբ որ մենք ասում ենք, որ Տիրոջ հետ ուխտի մեջ մտնելով մենք այո ենք ասել եւ մեր կյանքը ամբողջովին ընծայել ենք Աստծուն, Աստված մեր որոշումը հարգել է եւ հրաշք է կատարվել մեր սրտում։ Վերստին ծնվել ենք։ Ամեն։ Սա տեղի է ունեցել, որովհետեւ մենք նրան այո ենք ասել եւ որպես պարգև Աստված մեզ տվել է իր Սուրբ Հոգին։ Միաժամանակ մենք կարդում ենք այն մասին, որ շատերը այո ասելուց հետո այնուամենայնիվ այդ այոն կյանքի ընթացքում ոչ է դառնում իրենց։ Նույն այոն, որ մի ժամանակ այո էր, հանկարծ փոխվել է եւ նա այլևս այո չէ, ուրիշ մի բան է այո։ Ինչու է այսպես լինում։ Եկեք ուրեմն հիշենք մի կարևոր բան, որ Աստծո խոսքը մեզ վերստին ծնունդ տալուց հետո, երբ Աստված վերստին ծնունդ է մեզի շնորհում, դրանից հետո երբեք չի ասում, որ այդ վերստին ծնված անձնավորության աճը կախված չի տվյալ անձից։ Ի նկատի ունեմ սա, որ ինչպես մենք Աստծո այգում տնկվածներ, Աստված ակնկալում է, որպեսզի մեզանից պտուղ տեսնի եւ քարոզի սկզբում ասվում է, որ ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, պիտի կտրվի եւ կրակը պիտի ձգվի։ Եվ կացինն էլ միշտ արմատիկով դրված է։ Շատ հետաքրքիր է այս միտքը։ Եվ այդ կացնի մասին շատ հավատացյալներ մոռանում են, որ գրված է կացինը արմատիկով դրված է։ Այսինքն միշտ պատրաստ է անպտուղ ծառին կտրելու։ Հետևաբար եկեք մի հատ այս հարցին պատասխան տանք։ Ինչու վերստին ծնվելուց հետո վերստին ծնվածի կյանքը, այն խանդավառությունը, ուրախությունը, մաքրությունը, սրբությունը, որ տվյալ պահին վայելում էր ինքը, ինչու շարունակական չի լինում։ Ինչու շարունակական չի լինում։ Այլ կյանքի ընթացքում որոշակիորեն մարդը անցնում է ամենատարբեր խորթուբորթերով։ Իհարկե, մարդկայնորեն ընկալել սա եւ բացատրել ու հասկանալ, որ այո, պետք է պահպանվեր այդ վիճակը եւ չհասկանալ այն բոլոր բարդությունները, որոնցով տվյալ անձը անցնում է, իհարկե սխալ կլինի։ Մարդն անցնում է փորձություններով, քանի որ ապրում է մի աշխարհում, որի Աստվածը Սատանան է եւ այդ աշխարհն արդեն իր համար թշնամի է։ Հիշում եք գրվածն ասում է, ով որ աշխարհը սիրի, իր անձը թշնամի է անում Աստծուն։ Հետևաբար վերստին ծնվելուց հետո մարդը հասկանում է, որ ինքը թշնամական տիրույթում է ապրում։ Ինքը չի ապրում այս երկրի վրա, այս երկրի Տիրոջ, ես ճագերտավոր ասեմ, խազեինի իրավունքով չի ապրում։ Այլ նա ինքը զգում է, որ արդեն պանդուխտ է։ Ամեն։ Նա աշխարհից դուրս է, նրա սկզբունքներից դուրս է, նա մերժել է այն դրվածքը, որ ունի Սատանան, այս աշխարհի Աստվածը, որ պարտադրել է մարդկանց, եւ մարդիկ հլու հնազանդ ենթարկվում են իր կանոններին։ Հետևաբար, վերստին ծնվելուց հետո Աստված մարդու աչքերը լուսավորում է եւ հասկացնում, որ դու ապրում ես այլևս մի երկրում, աշխարհի վրա, որ շուրջ բոլորդ քո դեմ են լինելու։ Աստծո խոսքը իրոք մեզ ասում է այդ մասին։ Մի սիրեք աշխարհը։ Աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ։ Գիտեք,
Հավատացյալներից շատերը, որ տրվել են աշխարհը սիրելուն, իրենք չեն էլ հասկանում, որ սիրում են աշխարհը։ Դա այնպես չի, որ հավատացյալը գա ասի, գիտես, ես սիրում եմ աշխարհը, ես գնում եմ դեպի աշխարհ, չնայած ես հիշում եմ իմ սպասավորության ժամանակ մի հատ քույրիկ հոնգուր դեմս լացում էր։ Կամ որ եղբայր սիրում եմ աշխարհը, թող գնամ աշխարհ, ասում եմ քեզ ոչ մեկ չի բռնել, հասկանում եք։ Բավական մեծ աշխատանք տարվեց իր հետ, միջև ինքը հասկացավ, որ այդ աշխարհի սերը, որ հիմա իրանց մեջ հանգել, որ այդ թույնը սատանան բերել է իր մեջ եւ լացով էր խնդրում։ Սիրում եմ մեղքը, ասում էր։ Սիրում եմ, գիտեմ որ մեղք կա, բայց սիրում եմ։ Մեծ աշխատանք տարվեց եւ Աստված իր գործը արեց այս քույրիկի կյանքում։ Ինքն այսօր հովիկին է, Փարտիրոջը դրա համար։ Սակայն այնուամենայնիվ ծպտված ծածուկ այդպես սրտեր գոյություն ունեն հավատացյալների, որ աշխարհը սիրում են, իրենք չգիտեն, որ սիրում են։ Որովհետև ոչ ոք համարձակություն չուներ այդ քույրիկի պես այդպես խոստովանելու դա։ Նրանց կյանքը ողջ աշխարհի համար է, նրանք տարված են աշխարհով։ Եվ այսպես քրիստոնյան այս աշխարհում վերստին ծնված քրիստոնյան պանդուխտ է ոչ թե տանտեր։ Եվ ինչպես ասացի, այո միշտ չէ որ հաջողվում է հակառակորդի հետ պայքարում հաղթանակներ ունենալ։ Աստծո խոսքն ասում է արյուն թափելու չափ հակառակ չկեցակ մեղքի։ Այո։ Եվ այդ պայքարը անվանվում է բարի պատերազմ։ Հետևաբար պատերազմում արյուն թափել կա։ Սա նշանակում է, որ դու կարող ես վերքեր էլ ստանալ, բայց ամեն դեպքում պարտված արդարն անգամ անկեղծորեն գիտի մեկին, որի առջև պիտի գա եւ իր սիրտը բերի Աստծուն, անկարողությունն ու թուլությունը խոստովանի։ Այստեղ խնդիրը ոչ թե մեղքից պարտվելուն է վերաբերում, այլ մեղքի հետ չհարմարվելուն, շարունակաբար այս պայքարից չհրաժարվելու, այլ գնալու Տիրոջ մոտ ավելի սպառազինվելու եւ մի գեղեցիկ օր Աստված քեզ կշնորհի այդ հաղթանակը բնականաբար։ Ուրեմն այդպիսի անձնավորությունները չեն հաշտվում մեղքի հետ, այլ երբ հավատացյալը գիտակցաբար ուրանում է Քրիստոսին։ Ցավոք մեկ անգամ ընտրություն կատարած լինելով նա չի լուսավորվել այնքան, որ իր Քրիստոսին հետևելու շարժառիթները համապատասխանեցնի ավետարանի հոգուն։ Ես էլի եմ կրկնում։ Պարտությունների մեծամասնությունը գիտություն չունենալու պատճառով է։ Եվ երկրորդը Սուրբ Հոգուն տեղ չտալ։ Գիտություն եւ Սուրբ Հոգուն տեղ տալ։ Ավետարանի պահանջներին պետք է համապատասխանեն մեր հոգևոր պատերազմի յուրաքանչյուր դրվագը։ Եկեք սկզբում մի հատ ճշտենք, թե ինչու մարդիկ վերստին ծնվելուց հետո այնուամենայնիվ շատ արագ սայթաքում եւ գնում են աշխարհ։ Պատճառը ո՞րն է լինում, որ մարդիկ խանդավառությամբ ընդունում են Տիրոջ ավետարանի լուրը, փրկվում են, բայց շատ արագ էլ դա կորցնում են։ Ես կարող եմ ասել, պատճառը միայն ու միայն հետևյալն է, թե ինչ շարժառիթով է մարդը եկել Տիրոջը։ Երբ մարդը լսում է ավետարանի լուրը, որ Հիսուսը փրկիչ է, մեղքից եւ դժոխքից փրկողն է, սա բավարար է, որ մարդն ընդունի եւ մեղքից ու դժոխքից փրկվի։ Տերը դա անում է։ Բայց եթե մարդը մնացել է այս մակարդակում, որ Տերն իր մեղքերը ներել է, որովհետև ինքը խոստովանեց, որովհետև ընդունել էր Հիսուսին, եթե ինքը մնաց Աստծուն որպես փրկիչ ընդունելու մակարդակում, հավանականությունը մեծ է, որ նա կորցնի փրկությունը։ Ինչու՞։ Որովհետև մեր Տերը ոչ միայն փրկիչ է, այլ նաև Տեր է։ Եվ այսօր շատերը, եթե հարցնես ինչու ես հավատում Քրիստոսին, ուշադիր եղեք։ Երբ մարդիկ ձեզ կպատասխանեն, որովհետև նա իմ փրկիչն է, նա ինձ ազատել է մեղքերից, ես աղոթել եմ, նա բժշկել է ինձ, նա տվել է ինձ էս, այն եւ այլն եւ այլն։ Եվ այդքանը լսելուց հետո ուրիշ արգումենտ չունի, նշանակում է դեռևս աստվածային սերը իր սրտին չի կպել։ Նշանակում է նա Աստծո սերը, քաղցրությունը դեռևս չի վայելել։ Պարզապես արել է մի բաներ,
որոնք անհրաժեշտ են փրկվելու համար։ Եվ ինքը իսկապես փրկվել է այդ պահին, փրկված է ինքը։ Բայց փրկված է, որովհետև Աստված իրան փրկում է։ Աստված իրան ազատում է դժոխքից։ Աստված իր համար մի բան է արել։ Սրանք հոգևոր կյանքի մեջ, եթե հավատացյալը շարունակաբար սա է դավանում, ուրեմն իմացած եղեք, որ գալու է ժամանակ, որ իր կյանքում Քրիստոս ինչ որ մի բան չի անելու արդեն։ Գիտեք, ես պաշտում եմ Քրիստոսին այս ինչ բանի համար։ Այս հարցը սխալ է։ Նա որ իսկապես ճաշակել է Աստծուն, նա ասում է ես պաշտում եմ նրան, ոչ թե դժոխքի ահից, ոչ թե մեղքի դատապարտության վախից, այլ որ ես նրա հետ եմ ուզում լինել, նա իմ Տերն է, օրհնյալ է մեր Աստված։ Եթե այս երկրորդը չի շարժարիթը մարդու, նա հավատքի կյանքում հավանականությունը մեծավոր ուրանա Տիրոջը, որովհետև մեկ օր Աստված սոված կթողի, մեկ օր Աստված չի բժշկի, մեկ օր քո մտքից կանցնի դժոխքի, սարսափն ու վախը, փրկությունն էլ չես հասկանա ինչ բան է, դրախտն էլ չես հասկանա ինչ բան է, որովհետև ոչ տեսել ես, ոչ շոշափում ես, ճիշտ է։ Բայց Աստծո խոսքն ասում է ինչ որ աս չի տեսել, ականջ չի լսել, մարդու սիրտ չի ընկել, Աստված իրան սիրողների համար է պատրաստել։ Եթե դու Աստծուն չես սիրում որպես քո Տեր, ես հիշում եմ էլի այստեղ էի գալի ժողովի, քույրիկներից մեկին ճանապարհին հանդիպեցի, սա եղել է մի 25 տարի առաջ։ Այն ժամանակ գյուղում լիքն էին հավատացյալները, հիշում եք։ Այսօր արդեն մատների վրա կհաշվեք։ Ցավոք սրտի, այդ նույն գյուղում 3 տարբեր կտորների է բաժանվել եկեղեցի։ Արդյունքում մնացել են ամեն մեկում 4-5 հոգի։ Եվ գյուղը չի ապաշխարում այլևս։ Ես այդ քույրիկին տեսա, ասեց, եղբայր, ես մի հատ Եհովայի վկայի նոր հանդիպեցի, ասում շուռ եկավ, ասեց, դրախտը երկրի վրա է լինելու, դրախտը երկրի վրա է լինելու։ Ասում ասեց, ինձ ինչ ես ասում, ինչ չի հետաքրում դրախտը որտեղ է լինելու։ Ինչ հետաքրում է որտեղ է լինելու Քրիստոս։ Օրհնյալ է մեր Տերը։ Կարծեմ ինքը արդեն ննջել է այս քույրիկը։ Ինչևից է։ Խնդիրը վերաբերում է սրան, սիրելներ։ Երբ որ մեզ հարցնում են, ինչի համար եք հավատում Աստծուն, եւ մենք չունենք ավետարանի հոգուն հարազատ պատասխան, որ մենք սիրում ենք Աստծուն, որ նա մեր Տերն է, որ մենք ուզում ենք որտեղ որ մեր սիրելի փրկիչն է, այնտեղ էլ մենք լինել, որովհետև այս երկրի վրա մենք պանդուխներ եւ օտար ենք, եթե սա չի պատասխանը, մեկ օր դու ուրանալու ես Տիրոջը, այն որ այո ես ասել, մտել ջուրն էլ մգրտվել ես, արդեն ոչ ադարեք քո կյանքում, որովհետև դու այդ բաներն արել ես այնուամենայնիվ, բայց չես աճել հավատքի կյանքում, որպեսզի դու աստվածային սերը ամեն ինչից առավել համարես։ Եվ ուրեմն սիրելիներ, մեր կյանքի իմաստը սա չի, որ մի կերպ փրկվենք, էլի։ Մեր կյանքի իմաստը սա չի, որ մեղքերից ազատ լինենք եւ հավիտենական կյանքի եւ դրախտի մեջ գնանք։ Այո, սրանք խոստացված բաներ են։ Սակայն կա Քրիստոսի աշակերտի հոգևոր կյանքի մի հասակ, որը այլևս ոչինչ Աստծուց չի ուզում, այլ ասում է ռաբի, որտեղ ես բնակվում, որտեղ ես դու լինում։ Ես միշտ ասել եմ, Հիսուսը 12-ին ընտրեց գրվածա, որ իր հետ լինեն, որ իր զորությունները չհրճակեն, այլ իր հետ լինեն։ Զորությունները հետևանք էին, որ նրանք Հիսուսի հետ էին։ Ում հետ ես դու այսօր։ Եվ այսօր ես ուզում եմ, որպեսզի մի քիչ ավելի խորը նայենք այս խնդիրը, եւ Սուրբ Գրքից բազմաթիվ համարներ ունենք լսելու, թեպետ շատերն էլ Հիսուսին Տեր կոչում են, բայց Հիսուսին թույլ չեն տալիս, որ տիրություն անի իրենց կյանքում։ Որովհետև իրենց որոշումների եւ այոների շարքում հաճախ Տեր Հիսուսի կամքը չեն որոնում։ Եվ թեպետ հայր մերն էլ ասում են, թող քո կամքը լինի, բայց զորբայությամբ իրենցն են առաջ տանում։ Ուր է համբերությունն ու հավատքը, որ դու ամեն խնդրի մեջ Տիրոջ միջամտությունը ակնկալես։ Եվ այսպես սերներ գալիս է մի ժամանակ, որ հավատացյալների որոշների համար
ավետարանն ու Քրիստոսի կյանքը պատմություն է դառնում։ Չոր, ցամաք պատմություն։ Իներցիայով մարդը գնում է, մտածելով թե հավատքի մեջ է, մտածելով թե կենդանի է, բայց Աստծո խոսքը հորդորում է եւ ասում, որ արթուն կենա, որովհետեւ նրա վերաբերյալ իր գնահատականը մեռած վիճակ։ Այսպիսով ավետարանը պիտի մարդու կյանքում միշտ ներգործում բնույթ ունենա։ Ավետարանը մարդուն միշտ պիտի փոխի։ Աստծո խոսքը ամեն օր մարդու վրա գալով, մարդու համար հնչելով պիտի մարդուն փոխի։ Այսպիսի քրիստոնյան, ով որ իր մեջ ներգործությունը Աստծո խոսքի եւ Սուրբ Հոգու չի վայելում, հաճախ Քրիստոսին շփոթում է եկեղեցու հետ։ Քրիստոսին շփոթում է եկեղեցու հետ։ Սեներ, եկեք մի հատ մենք իրարից տարբերենք այս հարցերը։ Սա բազմաթիվ անգամներ ասում ենք, որ Աստված իրան միայն սիրել ասեց, մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ մտքով ու կարողությամբ։ Քրիստոնյան փոխում է այդ սերը եկեղեցու հետ։ Ես կարող եմ ասել նման քրիստոնյաները կռապաշտներ են։ Հիմա քիչ հետո կհիմնավորեմ, թե ինչու։ Կռապաշտ քրիստոնյաներ, որոնք եկեղեցապաշտ են, քան անձամբ Քրիստոսի հետ հաղորդ լինողներ։ Ոմանք էլ Քրիստոսին շփոթում են հովվի հետ, կամ փոխում են հովվի հետ։ Իրենց հովիվը իրենց կյանքի իմաստը իսկապես բնորոշողն է։ Միջնորդված կերպով մարդը մեջտեղ անգել, կամ էլ ես անձնա դրան այդպես ընդունել, սկի հովիվն էլ տեղյակ չի, այդ վատավոր տեղյակ չի, եւ իրեն կտրված են Աստծուց։ Շատերի համար քրիստոնեությունը կարծես նոր հագուստ է, որի տակ թաքնված է իրենց եսը։ Շատերը պաշտում են իրենց եսի մեջ ստեղծած Քրիստոսը, եւ սա էլ է կռապաշտություն։ Անձը թեպետ չի գտնվում եկեղեցում, բայց այնուամենայնիվ իր միանձնության մեջ ես եւ իմաստվածն ասելով, ինքն իր եսի մեջ ստեղծել է Քրիստոս, կուրքը եւ պաշտումանը։ Եվ այսպիսիների օրինակը քիչ չէ Սուրբ գրքում։ Միթե նրանց մասին չէր ասում Տեր Հիսուսը, երբ որ ասեց. Ես ես չեմ ճանաչում։ Բա քո անունով ես արինքեն չեմ ճանաչում ձեզ։ Կամ որ տարար թաշկինակի մեջ պահեցիր եւ դրեցիր հողի մեջ եւ ասեցիր իմ Տերը որ գատամիրան հազիվ պահեցի եւ այլն, Տերը քեզ գողաց։ Սա հենց այդ նույն չար եւ ծույլ ծառան է, որը մտածում է, որ ինքն է որ կա։ Ուրեմն գալիս է մի ժամանակ, որ վերստին ծնված անձը լուսավորված չլինելով, կարևորությունները եկեղեցու այդ ինստիտուտի այդ հասկացության չի ընկալում, իրան համարում է, որ արդեն քրիստոնյա է, պաշտում է Աստծուն եւ իր գործերը լավ են։ Ուրեմն ես այսօր չեմ ուզի անդրադառնալ պատճառներին էլի շարունակաբար, թե որոնք են պատճառները, երբ մարդն էսպես իր այոն ոչ է դառնում հետո, Աստծո ուզած այոն չի պահպանվում, մարդը սարքում է իր այոն, սակայն այդ վիճակների մասին բազմաթիվ գրվածքներ կան Սուրբ գրքում, չեմ ուզի նորից եմ ասում ծավալվել, ինչպես են մարդիկ մարում, ինչպես է հոգևոր կյանքը մարդու մեջ մարում, իմիջիալոց, այստեղ ուզում եմ մի բան հիշեցնել ձեզ, սա հպանցիկ ուղղակի, շատ անգամներ այդպիսի հավատացյալները մեղքի հանդեպ խիստ վերաբերմունքը զիջում են, որովհետև իրենց եկեղեցիներում հովիվները քարոզում են հանդուրժողականություն, տոլերանտություն, այսինքն գործ չունես մեկի հետ, քարն իր գլուխը, իր մեղքն է եւ այլն, այսպես, կամ են ավելի սեր են ուզում ցուցաբերել, որովհետև գրվածքն ասում է սերը բազում մեղքերն ածած։ Եվ այսպիսի հովիվները քիչ չեն, երբ որ եկեղեցում փոխարենը մարդկանց մեղքի վերաբերյալ հանդիմանելու, հորդորելու, փոխարենը մարդկանց Աստծուն ավելի մղելու, նրանք ինչ որ կարգեր են մշակել, կարծես Աստծուց ավելի ջերկայնամիտ ու հանդուրժող են դարձել, շատ ավելի ողորմած են դարձել այդ հովիվները։ Շատ նշանավոր հովվի մասին է խոսքը, որը բավականին երկար ժամանակ ժողովրդին մոլորեցնում է պահելով այնպիսի արտահայտություններով,
որ ընդամենը կերակրում է այդ հավատացյալների եսը, գեներացնում է եսը։ Դուք շատ անգամ լսել եք, չէ՞, քարոզում են. մի հանձնվիր, չէ՞, այդպես քարոզներ կան, շատ կան, համացանցում հանդիպում են։ Բայց ինչ չհանձնվի։ Աստված այս մարդուն ուզում է կոտրել, խոնարհեցնել, բայց սա ասում է մի հանձնվիր իր եսին, իր ներքին եսին, երբ որ նայում ես, թե ինչին չհանձնվի, վերաբերում է աշխարհը վայելելուն, վերաբերում է այս բանին, այն բանին, բայց ոչ Տիրոջ առաջ կոտրվելու, Տիրոջը ավելի մոտենալու։ Ես ելի եմ գրկնում սեներ, հանդուրժողականությունը եւ երկայնամտությունը, որը իբրև թե տվյալ անձիկ ներկայանում են որպես այդպիսիներ, ընդհանրապես մեղքերը ծածկելու եւ սվաղելու նպատակ ունեն։ Հարմարվելու եւ աշխարհն ունենալու եւ իբրև թե Տիրոջը ունենալու։ Որոշ հովիվներ էլ մտածում են, որ իրենց հովիվներին պաշտպանել է պետք։ Քարոզիչները վեր են կենում եւ ասում. ինչու եք մեր հովվի մասին այսպես խոսում։ Ինչու եք նրան հրապարակային խոսում նրա հասցեին։ Ո սիրելիներ, այս քարոզիչները ովքեր, ես իմիջիալոց ասեմ նման մեղ գործել եմ եւ դրա թութուջուրը խմել եմ, երբ որ ես փորձել եմ եկեղեցում հովվին պաշտպանել։ Ես ասում եմ իմ փորձից եւ զգուշացում եմ բոլոր նրանց, ովքեր կփորձեն իրենց հովիվներին հրապարակավ պաշտպանել։ Նորից եմ կրկնում, թող հիշեն, որ իրանք մի գործ են կատարում, որ իրանցը չի, այդ քարոզիչն ասում է, մի խոսեք նրա հասցեին, ծանծուկում, առանձին, եղբայրներով կհավանվեն, ոչ, Պողոսը հրապարակավ Պետրոսին հանդիմանեց։ Իսկ այս անձնավորությունը, եթե ուրիշ մեղքերի մասին չեմ էլ խոսում, եթե շարունակաբար մեծ բարձր ամբիոններից խոսում է ծռած վարդապետություններով, ինչպես չհանդիմանել նրան։ Իսկ գիտեք ինչու չեն հանդիմանում։ Որովհետև ես քիչ առաջ ասեցի։ Համարներ են հանում Սուրբ գրքից եւ ժողովրդին կարողանում են մի տեսակ մանիպուլյացիայի ենթարկելով զոմբիացած վիճակի մեջ տանել ու ասել. աչքիդ մի շիշուղը նայի։ Սերը բազում մեղքերը ծածկում է։ Եվ նմանատիպ բառերով, խոսքերով փորձում են իբրև թե ժողովրդին ցույց տալ, թե սա է Աստծո կամքը։ Հիշում եք Պողոս առաքյալն ասում է. հրապարակավ, բոլորի աչքի առաջ պետք է հանդիմանել։ Ասում է, երբ որ ես տեսա, որ ավետարանի համաձայն չեն գնում, բոլորի առաջ, կարդացեք, ամենքի առաջ ասեցի, դու որ հրյա ես, եւ հրյայի պես չես վարվում, ինչ ես հրյայի պես վարվել սովորեցնում։ Ուրեմն եկեղեցում հավատացյալները իրենց իրավունքները կամ չգիտեն, եւ կամ էլ հաշտվել են այդ մտքի հետ եւ աստիճանաբար այս հոգիների միջից եթե անկեղծել են մարում է հոգեվոր կյանք։ Հիմա կասեք, բալավ ինչ անեն այդ ժողովուրդը։ Սեներ, այդ մասին Սուրբ գրքում էլի բազմաթիվ տեղերում ես էլի եմ ասում, ունենք համարները հերթով ես կընթերցեմ, տեսնում ենք։ Դուք գիտեք, որ Տերը ինչ է ասում, առաջվա սերը, որ ուզում է, առաջվա սերը, որ չկա, մենք կարդում ենք անօրինության շատանալու պատճառով շատերի սերը պիտի սարի, որտեղ է այդ անօրինությունը շատանում, անձի մեջ եւ եկեղեցում։ Հասկանալի է, որին դու նպաստում ես, դու որ աչք ես փակում մեղքի նկատմամբ եւ մտածում ես իմ գործը չի, Աստծո խոսքն ասում է, թե ոնց վարվես եղբորդ հետ, երբ որ դու եւ ամենակ ես հանդիմանի եւ այլն շարունակություն կա։ Այսօր վաղուց արդեն դա մոռացված բան է, ինչի մասին է խոսքը։ Փրկությունը անհատական է, մեկ էլ վրճակել են շատերը։ Սիրելիս, փրկությունը երբեք անհատական չի լինում։ Երբ Քրիստոս գա, քեզ անհատից չի տանելու, եկեղեցի է տանելու։ Հասկանալի է։ Եվ այսպես շատերը իրենց համար, իրենց անկյուններում, իրենց տեղերում բավարարված են համարում։ Եվ այսպես եներ երկրորդ Կորինթացից 1:17-ից 18-ը լսենք։ Երկրորդ Կորինթացից 1:17-ից 18։ Արդ եթե այս միտքն արի, միթե թեթևամտություն գործեցի եւ կամ թե այն, որ խորհում եմ մարմնի կերպով եմ խորհում,
որ իմ կողման է այոն այո լինի եւ ոչը ոչ։ Եվ Աստված հավատարիմ է, որ մեր խոսքը դեպի ձեզ այո եւ ոչ չեղավ։ Ուշադրություն դարձրեք, ուզում է Պողոսն ասել, որ երկի մաս չենք խոսել մենք։ Մենք ուղիղ ենք խոսել։ Եվ ինքն ասում է, կամ թե այն, որ խորհում եմ, մարմնի կերպով եմ խորհում, որ իմ կողման է այոն այո լինի եւ ոչը ոչ։ Հիշեցնում է Տիրոջ խոսքը, չէ՞։ Հետևում է Պողոսը այս կարգին թե ոչ։ Տերը ասել, ձեր այոն այո լինի, ոչը ոչ։ Եվ Պողոս առաքյալն ասում է, որ իր այոն այո է եւ ոչը ոչ է։ Եվ երբ որ ինքն ավետարան քարոզում է, ավետարանի մեջ այո կա մենակ։ Իսկ ինչու այն մարդիկ, որոնք շատ արագ փոխվում են իրենց տրամադրություններով, հարմարվում ինչ-որ տեղերում, շրջապատին նայելով եւ այլն, ինչու այդ մարդկանց մոտ այն վերստին ծնված ուրախությունն ու սրբությունը, երբ որ հարցնում ես, չի պահպանված։ Ես կարող եմ հավաստիացնել։ Մեծամասնությունը չի մտահոգված իր առաջվա սիրով։ Իր վերստին ծնված են վիճակում, որ ինքը երկնքից իսկապես Աստծո հանդիպումն ապրեց։ Ինչու, որովհետև հարմարվել են միջավայրերում։ Եվ ես ձեզ ասեցի, մեղք գործելը այնքան սարսափելի չէ, ինչքան հարմարվել մեղքի հետ։ Անհանդուրժողականություն մեղքի նկատմամբ մարդն այլևս չունի։ Հաշտվել է իր վիճակի հետ, նայում է իր շրջապատին եւ բնականաբար այսպիսի անձնավորությունը այն սիրտը, որ մի ժամանակ անկեղծորեն Տիրոջն էր կանչում, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, Պողոս առաքյալը աշակերտին Տիմոթեոսին ինչ ասում, որ գնա նրանց հետ, որ իր Տեր Աստծուն սիրում են անկեղծ սրտով։ Անկեղծությունը չի պահպանել այդ քույրիկը եղբայրը։ Եկեղեցում իր անկեղծությունը չի պահպանում, ասում է, հոյվը թող ինքը պատասխան, ոչ դու ես պատասխան տալու։ Դու ես պատասխան տալու։ Դու նպաստում ես, որ այդ անձը մոլորեցրել է բոլորին։ Դու քո իրավունքներից չես օգտվում։ Աստծո խոսքն ասում է, հովիտ եմ գանգատ կարող ես ունենալ։ 2-3 վկայի միջոցով գրված առաքյանը։ Քեզանից իրավունքը չի վերցվել, այսօր բոլոր եկեղեցիներում շրջեք։ Շատ քիչ մարդիկ կտեսնեք, որոնք որպես անհատներ դեռ իրենց միտքն արթուն է եւ չեն հաշտված այդ իրողությունների հետ։ Ես սիրելիներ, իմ խոսքով հովիվների դեմ ապստամբության կոչ չեմ անում, քավլեցի։ Բայց իմ սիրտը ցավում է մի դեպքում հերձվածողություն եւ աղանդ քարոզողների համար, մյուս դեպքում նրանց համար, ովքեր հանգիստ որոճում են դրանք։ Այսպիսով մարդը հաշվի է նստում իր սրտի ցանկությունների հետ եւ անկեղծ չէ եւ խաբում է ինքն իրեն։ Հարմարվում է շրջապատի եւ եկեղեցում տիրող անարդարացի իրավիճակի հետ եւ աչք է փակում մեղքի նկատմամբ, իբրև թե իր գործը չէ եւ ինչու խառնվել ուրիշի գործերի հետ։ Մոռանալով, որ այդ եկեղեցու մարմնի մի անդամ ենք։ Ուրեմն սեներ նրանք, ովքեր որ ջատագովություն են անում իրենց եկեղեցիների եւ հովիվների համար, ինչպես ասացի, իրենք բավականին լուրջ խնդիրներ կունենան Տիրոջ հետ։ Որովհետեւ եթե Աստված ուզում է որևէ տեղ շարժ անել, իսկ դու արգելում ես, ես ասում եմ, ես այդ մեղքի գործել եմ։ Ես դա խոստովանում եմ, որ ես հովի կողքին կանգնած հովի մեղավոր վիճակը պաշտպանել եմ անգիտակցաբար։ Առանց հասկանալու դա։ Քավլիցի այսօր եթե ես որևէ մեկի համար ինչ որ մի բան ասեմ, Աստվածը ամենքին, բայց ես չեմ կարող այն ամենի կողքով անտարբեր անցնել, որը բացահայտ կերպով հանցանքի իր մեջ պարունակում։ Հաջորդ ծանր մեղքը, որի պատճառով հավատացյալը կզրկվի երկնքի առկայությունից, եկեղեցում ոչ միայն անհանդուրժողականությունն է մեղքի նկատմամբ, որ չունի, այլ նաև անտարբերությունը մեղքի նկատմամբ, ինչպես ասացինք։ Անտարբերություն։ Այսօր բոլոր եկեղեցիներում, որ մտնում եք, մարդիկ անտարբերության մեջ են, այսինքն իրենք մտածում են միայն իրենց եսի, իրենց անձերի, իրենց փրկության մասին։ Այսպիսով սիրելիներ, ինչ է ասում Աստծո խոսքը ընդհանրապես եկեղեցում, կարգերի եւ այլի վերաբերյալ եւ առհասարակ ինչպես են վարվում անկեղծ հոգիները, որոնք երբեք անտարբեր չեն
իրենց հոգևոր արթնության, իրենց եղբայրների եւ քույրերի արթնության համար։ Մատթեոս 18:15 լսենք։ Մատթեոս ավետարան 18:15։ Այժմ տեսնենք, թե ավետարանը մեզ ինչի է հրավիրում։ Եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչե, գնա նրան հանդիմանիր, երբ որ դու եւ նա մենակ լինիք։ Հա, բա որ հանկարծ ինքն էլ շուր գա ինձ ասի, բա դու ով ես։ Արդեն այդ վիճակն է։ Եթե քեզ լսե, քո եղբայրը շահեցիր։ Ինչի պետք է քեզ լսի, որովհետեւ ինքը չի ուզում կորսվել։ Բացահայտվել է մեղք, իրական փաստ է։ Իսկ մարդն Աստծուց երկյուղ ունի։ Իսկ եթե այդ ամենը կորցրած է, մի բան էլ հենց շուր կգա քո դեմ։ Հարկաս քեզ նայ։ Բայց եթե չլսե վեր առ մի քանի երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետև 2 կամ 3 վկայի բերանով ամեն բան կհաստատվի։ Բայց եթե նրանց էլ չլսե, ասիր եկեղեցուն։ Ապա եթե եկեղեցուն էլ չլսե, թող լինի քեզ համար ինչպես հեթանոս եւ մաքսավոր։ Քեզ համար։ Հիմա եկեղեցուն չի լսել, հոյվն էլ տվյալ անձին չի պատժում։ Ինչ անես։ Գրվածն ասում է դու կարող ես այդ անձին նշանակել, պատժել քո անձիդ համար, որ նրա հետ չխառնվես արդեն։ Հեթանոս մաքսավոր, նա չի կարող մեղավոր անձ լինելով հանդերձ իմ տան դուռը ծեծի ու գա ինձ հետ նստի ժամեր անցկացնի ծիծաղելով, ես չգիտեմ աշխարհից եւ այնից խոսելով։ Եթե ես անկեղծ հոգի եմ, դիմացինս կորսվում է, ես պիտի իրեն ասեմ, սիրելիս, դու ապաշխարի։ Մեկ կասեմ, երկուս կասեմ, 3 կասեմ եւ այլն, քանի անգամներ որ կա, բայց ինքը այլևս չի գա իմ տուն, կհասկանա որ չէ, ես էլ այնտեղ չեմ կարող լինել։ Իսկ դու մի վախեցիր մենակ մնալուց։ Սա շատ լուրջ հարց եմ բարձրացնում։ Եվ եթե եկեղեցում նման անտարբերությունն է, մեղքի նկատմամբ, հանդուրժողականությունը մեղքի նկատմամբ, իսկ հովիվն էլ սվաղելով անցնում ամեն բան, մի վարքյան չպետք է մնալ այդտեղ։ Դու ուղղակի մոլորված ես, չգիտես, որ այդտեղ շարունակական քո գտնվելով է, եւ մեղքի նկատմամբ քո լավ էլի գտնվի այդտեղ, բայց շարունակաբար ասա այն ամենը ինչը որ տիրում է։ Եթե ոչինչ չի կարող փոխվել, այս դեպքում ես արդեն բռնում եմ այդ հավատացյալների բազմությանը ուրիշ շարժարիտներով են իրանք այնտեղ։ Նրանց անկեղծ Տերը չի հետարքրում։ Նրանք եթե անկեղծորեն Տիրոջը սիրեն, եկեղեցու սրբության եւ մաքրությամբ էլ իրենք, այդպես ասած, ներքուս վիշտ ու ցավ կքաշեն։ Առաջի Տիմոթեոս 5:20-ը լսենք։ Մեղանչողներին ամենի առաջին հանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան։ Ով կարող է Ամերիկայում հոյվը կարող է մեկին ասի դու մեղք ես գործում, հրապարակավ, իշխանությունների օրենք ուրիշ բան է ասում, միանգամից կդանեն դատարան, հասկանում եք, իսկ եթե այդ մեղք գործողն էլ հովի սպոնսորն է, ոնց կարա հոյվը ասի դու մեղք ես գործում, հասկանում եք ինչի մասին է խոսք։ Գրված է բոլորի առաջին, ամենի առաջին հանդիմանիր։ Բայց չէ, եկեք այսինքն հրապարակային չանենք, ժողովուրդ առանցին ես կխոսեմ, հոյևը, այդպես սվաղում է։ Հիմա Սուրբ Գրքին մենք հավատանք, հետևենք Աստծո կանոնին, թե չէ։ Դրա համար էլ ինչ է եկեղեցիներում վախը վերացել է, Աստծո վախ չկա։ Բայց եթե հանդիմանվեին գործեր այն կարգը, այն օրենքը, որ անգամ սատանային մատնել գոյություն ուներ, չէ՞, եւ Անանիա Սափիրան սուտ խոսեցին մեռան, ամենքի վրա վախ ընկավ, վախը սրբության նախանիշն է։ Եկեղեցում եթե վախ չկա, սրբություն էլ մի փնտրեք այնտեղ։ Երկրորդ Տիմոթեոս 4:2 կարդում ենք։ Խոսքը քարոզիր, վրա հասիր, թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր, ամեն երկայնամտությունով և վարդապետությունով, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերիլ, այլ իրանց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն,
իրանց վրա իրենց լսելիքների մարմանջելու պես։ Հասկանում եք, առաքյալն ասում է այդ մասին, որ Տիմոթեոսը համարձակ լինի, խոսքը քարոզի, վրա հասնի, թե ժամանակին, թե լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հանդիմանելը քիչ է, սաստել է նաև գիտեք, գոռալով ալինում, գոռալով ալինում, հորդորիր, ամեն երկայնամտությունով և վարդավ հորդորել գիտեք ինչա, նայի, եթե սես չան է, սենց անելու, հորդորանքը սենց մեղբ չի խոսվում ու անցնում գնում, խրատնա մեղմությամբ հաճախ լինում, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետության չեն համբերիլ, և ահա հենց սա է պատճառը, սիրելիներ, որ մարդկանց այոն ոչ հադառնում, մարդիկ փոխում են առաջին վարդապետությունը, ողջամիտ վարդապետությունն այլևս չի հետաքրքրում նրանց հետաքրքրում է ժամանակակից քարոզներ, նրանց հետաքրքրում է ժամանակից ետ չմնալ, ես մի սարսափազդու չեմ ուզում մարգարեություն բառ օգտագործել, սա ասեմ, սեներ, մի կար ժամանակ հետո, դուք այսօրվա քրիստոնյաներին, աշխարհի կեցվածքով ապրող մեկին, որին դուք պիղծ եք համարում, նույն կյանքն ապրելու է ու երբեք իրեն չի անվանելու անհավատ։ Լսում եք, ես ինչ եմ ասում։ Այսօր որ դու մեկին նայում ես ու գիտես, որ նրա ընթացքը պիղծ է, այսօր արդեն կան այդպիսի քրիստոնյաներ, ես պատմել եմ, վկայել եմ։ Շվեդիայում եղած ժամանակ ես համակարգչով, երբ որ չաթով ավետարան էի քարոզում, ինձ ասում էին 50-ական էս ինչեր ենք, չեմ ուզում բառեր օգտագործել, կաթոլիկ էս ինչեր ենք, բայց ամենը մի հատ պիղծ միջավայրում էին գտնվում։ Բայց նրանց հարցնես գլուխդ կթրծնում, մենք քրիստոնյա ենք, վերստին ծնված լեզուներով էլ աղոթում ենք։ Աշխարհը ամբողջովին կլանել է իրանց, եւ այսօր աստիճանաբար այդ process-ը մեր երկրում էլ հակառակորդը տանում է։ Ամբարիշտներ կան, որոնք շատ պարզ խոստովանում են, անառակ կանայք կան, որոնք ասում են մենք սա ենք։ Բայց ասում է ձեր միջից կան այնց, որ երկար հագնվում են, չեն քսվում, բայց գիտեք իրենք ովքեր են։ Իրենք սխալ չեն ասում։ Հասկանում եք սերներ։ Եվ այսօր ծածուկում այդ օծը ինքը բուն ա դրել արդեն, անում է իր ավերիչ գործը, հույվը չունի հոգիների զանազանության պարգև, Աստծո հետ կապ չունի, լիքն է եկել, ժամանակ առ ժամանակ ինչ որ անհատների բաներ են վեր հելնում։ Եվ սրանք թմկահարում են, թե մեզ հալածում են, տոչես չեն հալածում։ Իրավիճակը Աստված ժամանակ առ ժամանակ վեր է անում արթնացնելու, եւ այդ հռչակավոր քարոզչի անունը Սուրբ Հոգին տալիս է, Աստված Սուրբ Հոգով բարեխոսում է եւ ասում կանգնեցրու իրան, այս ընթացքը կանգնեցրու։ Անունը չեմ ուզում տալ։ Ոսեններ, այո, սուրբերի եւ հափշտակվողների համար դժվար կացություն է ստեղծվել, որովհետեւ աչ ու ձախ նայում ես արտաքնապես իբրև թե որոշներն են, իբրև քրիստոնյա, բայց եթե հոգի ու զանազանություն չունես, դու ես տանուլ տալու։ Եվ Տերն ասեց մարդու որդին որ կա, հավատ կգտնի, թե չէ։ Իսկ հայտնության գրքում գրված է Քրիստոսի հավատքը պահողների մասին։ Մենք այս այոնա որ ասել ենք, եւ անկախ նրանից թե ինչ հոգեվոր աճի աստիճանում են գտնվում, մենք այն այոյից, որ գործ առաքելություն հանդիպում ենք այն եկեղեցին, որ այո է ասել, դրանից չենք շեղվել։ Աստծո խոսքից մենք լսում ենք համարներ, որ ասում է, որ մեղքի նկատմամբ պետք է խիստ, ամենախիստ վերաբերմունք ունենալ։ Սաստիր, հանդիմանիր, գրված է, ժամանակին լինի, թե ժամանակից դուրս։ Այ իրեր իրենց անունով պիտի կոչել։ Բայց եթե մեկը նորից եմ ասում, սվաղելով անցնում, ինքը անկեղծ չի։ Ինչքան էլ հնարավոր է շատ բարի, համբավ ունեցող անձ լինի։ Տիտոսին ուղված թղթում առաքյալը ասում է. այս վկայությունը ճշմարիտ է, նրա համար սաստիկ հանդիմանիր նրանց, որ առողջ լինեն հավատքումը։ Սաստիկ հանդիմանիր նպատակը որն է, որ առողջ լինեն հավատքումը։ Ում մասին է խոսքը գնում։
Տիտոսին Պողոս Առաքյալը թողել էր Կրետեում։ Իսկ դու գիտեք Կրետեն ինչ կղզի էր։ Կրետեն դա հունական կղզիներից մեկն է։ Կրետեն ամբողջ Եվրոպայի արգանդն է եղել, որտեղից ծնվել է եվրոպական քաղաքակրթությունը։ Հասկանում եք։ Որոնց մասին Պողոս Առաքյալը մեկ խոսքով գնահատական է տալի Եվրոպային, արևմուտքին։ Կրետեն դա այն կղզին էր, որտեղից ձևավորվել է թե հունական կռապաշտությունը, աստվածների անունը, Զևսը հենց Կրետեում է ծնվել։ Հասկանում եք։ Եվ Զևսը հենց այն ցուլն էր դարձել, որ այսօր Եվրոպայում այդ ցուլը, որի վրա նստած է այդ աղջիկը Եվրոպան, որին Զևսը փախցրեց, ամբողջ Եվրոպայի պաշտամունքի առարկան է։ Եվ Պողոս Առաքյալն ասում է այդ մասին, սաստիր, ամենայն խստությամբ սաստիր, որ իրենց քաղաքակրթությամբ չպարծենան։ Հիշում եք, հիրաները նշան են ուզում, հույները իմաստություն են խնդրում, բայց մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոս։ Այսպիսով, միայն կրետացիների այս արտահայտությամբ, այս խոսքով բավական է, որ մենք ամբողջ հեթանոս աշխարհը հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում, որովհետև այդ գծերը բնավորության միայն Կրետեի համար չէր, այդ բնավորության գծերը ձևավորվել է այն ոգու միջոցով, որ տիրում էր Կրետեում։ Տիտոսին ուղված հաջորդ գլխում մենք կարդում ենք. 2-րդ գլուխ 15-րդ խոսք։ Այդ բաները խոսիր եւ հորդորիր եւ հանդիմանիր բոլոր սաստկությունով, ոչ ով քեզ չանարգե։ Դարձյալ Պողոս ասում է. հորդորիր հանդիմանիր բոլոր սաստկությունով։ Այո, հաճախ այդ խստությունները, որոնք Առաքյալը ասում է, որ իգործ պիտի դրվի, անհրաժեշտություն են։ Եթե մարդիկ միայն քաղցրահնչյուն երգերի պես նեյնիմներ ասող քարոզներ են ուզում լսել, դա իրանց խնդիրն է, բայց Աստծո եկեղեցին Սուրբ Հոգով առաջնորդվող չի կարող ուղղակիորեն հանդուրժել մեղքի ներկայությանը։ Հիշում եք, Մարգարեն ասում է. Տիրոջ հոգովը եւ արիությամբ լցված եմ Իսրայելի մեղքը ասելու։ Տիրոջ հոգով եւ արիությամբ լցված եմ Իսրայել։ Իսկ եթե մարդիկ այս մասին չեն խոսում, ոչ Տիրոջ հոգով են լցված եւ ոչ են արիությամբ։ Եվ հարմարվել են մարդիկ այդ կյանքին։ Գաղատացից 2-րդ գլխի 14-ը լսենք։ Գաղատացից 2:14։ Բայց երբ որ տեսա, որ ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն գնում, ամենքի առաջին ասեցի Պետրոսին. եթե դու հրյա լինելովդ հեթանոսի պես ես վարվում, եւ ոչ թե հրյայի պես, էլ ինչու ես բռնադատում հեթանոսներին, որ հրյայի պես վարվին։ Ասում է կեղծավորություն արեց Պետրոսի, հիշում եք։ Եվ եթե կեղծավորությունը մտնի եկեղեցի, ինչ պիտի լիներ։ Եթե Անանիան Սափիրան հաջողեին, ինչ պիտի լիներ։ Արդյունքը հասկանալի է։ Եվ այսօր քեզ հարց տալիս ես, թե որ եկեղեցում ես գտնվում։ Այսօր հարց տալիս ես, թե իսկապես այնտեղ, որտեղ դու գտնվում ես, Աստծուն անկեղծ սիրողները եւ նրան իսկապես պաշտողները անհանդուրժողական վերաբերմունք ունեն մեղքի նկատմամբ, անտարբեր չեն մեղքի նկատմամբ, թե կեղծավորաբար միշտ համբույրներ են իրար տալիս, ինչպես գրված է, առատ են կեղծավորի համբույրները, բայց բարեկամի տված վերքերը հավատարիմ են։ Ո սիրելիներ, մենք այսօր չենք նայում մարդկանց արտաքին դրսևորումներին աստվածպաշտության, մենք այսօր ռեալ ուզում ենք Աստծո հոգուց հասկանալ, թե ում հետ ենք շարժվելու առաջ։ Եվ նրանք էլ ովքեր որ մեզ հարել են ուզում, թող իմանան, որ Աստծո հայտնությունը մենք ունենում ենք։ Աստված ինքը բացահայտում է վիճակներ եւ մեզ թույլ չի տալիս ուղակի, որպեսզի մենք հանկարծ վրիպենք ու սխալ թույլ տանք։ 2-րդ Կորինթացից 2:17-ը լսենք, որովհետեւ շատերի պես չենք, որ Աստծո խոսքը խարդախում են, այլ ինչպես պարզությունից, ինչպես Աստվածանից Աստծո առաջին խոսում ենք Քրիստոսում։ Ամեն մի քարոզիչ թող այս համարը մի հատ ուշադիր լսի։ Երբ կանգնում է քարոզելու, արդյոք Աստծո վախով է խոսում։
Աստծո առջև է իրեն տեսնում խոսելիս։ Որովհետև գրված է շատ վարդապետներ մի լինենք, որ շատ ավելի մեծ դատաստան պիտի ընդունեք։ Նրանք, ովքեր որ ավետարանը քարոզելը կյանքի միջոց են համարում ապրելու, թող սա հիշեն։ Աստված կհանդուրժի քո խոսքդ ավետարանից կարդալու մյուսին փրկություն կլինի, բայց քեզ համար կորուստ կարող է լինել, որ Պողոսն ասում է Տիմոթեոսին Չանք հարավոր քո անձնտիր կանգնեցնես իբրև մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարես։ Ուրեմն երկու բան, դու պետք է ճշմարտության խոսքը նախ իմանաս, եւ երկրորդը կարողանաս ճիշտ մատուցել։ Իսկ իր համար էլ զգուշա Պողոսն ասում է ուրիշներին քարոզելով, ինքս խոտելի չգտնվեմ հանկարծ։ Բայց սիրելիներ, մենք այսօր տեսնում ենք, որ Աստծո վախը կորցրած համացանցում ինչքան քարոզիչներ ասես, որ չկան, որ զորբայությամբ իրանց միտքն են առաջ տանում։ Ժողովուրդ ջան, կանգ առեք մի հատ, ձեր ներքին սենյակում փորձեք հասկանալ, այն ինչ որ անում եք, Աստված ստորագրում է ձեր արածի տակ, թե չէ։ Եվ նույնպես, մենք տեսնում ենք, թե առաքյալը ինչպես է հիշեցնում, որ մի ժամանակ այո ասածները ինչպես են փոխվում, եւ իրանց այոն արդեն, իրանց սարկած այոն է դարել։ Եվ ոչ թե Տիրոջ այոն։ Եվ անգամ այդ այոն վերածվել է ոչի։ Իհարկե, եթե մենք Պետրոս առաքյալի մասին լսում ենք, որ համարձակորեն ասեց այո Տեր քո հետևից կգամ, մենք տեսանք թե ինքը ինչպես գնաց Տիրոջ հետևից, չէ՞։ Ասեց, բայց խեղճ մարդն ինչ կարող անել, բայց Սուրբ Հոգով լցվելուց հետո մենք Պետրոսին տեսնում ենք աճման process-ի մեջ արդեն։ Առաջի Տիմոթեոս 5:20 Ինչպես քիչ առաջ լսեցինք, սա այն նույն խոսքներ, որ ես էլի հնչեցրել եմ։ Ուրեմն, մեղանչողներին ամենի առաջին հանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան, եւ սա չի վերաբերում, կապ չունի որ մեկը կլինի։ 16-րդ խոսքում երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլխի, կարծես նրա շարունակությունն ենք տեսնում։ Բայց պիղծ ունայնախոսությունից ետ քաշվիր, որովհետև ավելի առաջ կգնան ամբաշտության մեջ։ Ես այս համարը ինչի եմ հատուկ առանձնացրել, ուշադրի լսեք։ Գոյություն ունի պիղծ ունայնախոսություն, որ այդ խոսքերը, երբ որ մարդիկ խոսում են, ոչ միայն պիղծ են, այսօր ամոթը կորցրել են, առաքյալը այնքան զգուշ է խոսում, աշխարհի արատները, տեսեք, ես էլ մեծ վախով եմ խոսում ձեր հետ, որևէ բան իմ շուրթերին չհատնելու համար, բայց աշխարհում ընդունված անառակների անուններին տրված, ամբարիշտների, պիղծերին տրված անունները եկեղեցում քարոզվում է այդ բառերով։ Չի կարելի։ Գրված է, որ ամոթ է։ Հասկանում եք, պիղծ ունայնախոսություն։ Հիմա քո խոսքերիդ կալորիականությունը որքան է։ Քանիսն է գնում մարդու հոգու մեջ եւ մարդու կյանքը վերափոխում։ Թե ուղղակի զվարճացնելու մարդկանց մտքերի հետ մանիպուլատիվ քո այդպես տրյուկները օգտագործելուն է ծառայում քո խոսքը։ Ես ասեցի, չէ, գեներացիոնում են մարդու եսը միայն։ Չգիտեմ, իմ մտքով անգամ չի անցնում, բայց որ հետո նայում եմ համացանցին, հիշում եմ ինչեր են խոսում։ Եվ այդ ամենի նպատակը մարմինն է, շունչն է իրանց, երկրավոր կյանքն է եւ այլն, մի հանձնվիր, էս արա, այն արա, հակառակորդին ցենց վարվի, նենց վարվի եւ այլն։ Այս իրելիս այս մարդը նա ոտի տակ արդեն չզմվում է հակառակորդի, իսկ ինքը կարծում է թե ինքն է հակառակորդի վրա դրել իր ոտքը։ Վերջապես եներ վերջի խոսքը, որ ես ուզում եմ, ավելի ճիշտ նախավերջին խոսքը, որ ուզում եմ ասել, դա Պետրոս առաքյալի առաջի գլխի 22-րդ խոսքն է։ Եթե մենք մտածում ենք, որ միայն Պողոս առաքյալն էր, որ այսքան ջատագովում էր ավետարանի սրբության համար, ապա ոչ, նույն Պետրոսը հետո սա խորը անկալած լինելով, Աստծո հոգին իրանք օգտագործի եւ նա արդեն լրիվ ուրիշ մարդ է, նա չի շարժվում իր շնչավոր մանունավոր ամբիցիաներից։ Եվ գրում է այսպիսի խոսքեր, 22-րդ խոսքը առաջի գլխի։ Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով, ճշմարտության հնազանդությամբ, անկեղծ եղբայրասիրության համար մաքուր սրտով իրար սեր սիրեցեք։
Առաքյալը բանալին հասկացել է, ինքը իր կյանքում կիրառել է, մեզ էլ փոխանցում է։ Թե Պետրոսը, որ Պետրոս է դարել, ոնց է դարձել։ Սուրբ Հոգու միջոցով իր անձը սրբվել է։ Հասկանում եք։ Եթե սա իր կյանքում իրականություն չներ, ինքը սրա մասին չէր խոսի։ Նա ապրել է այս վիճակը եւ մենք հիմա կարդում ենք ու մենք հասկանում ենք, որ սա պետք է մեր կյանքում որպես հրամայական ընդունենք, եթե ուզում ենք իսկապես ամեն բանում հաճեցնել Աստծուն։ Մեր աստվածապաշտության մեջ չպետք է դուրս անենք Սուրբ Հոգուն։ Նրան չպետք է մերժենք։ Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ։ Ինչու՞, որովհետև Սուրբ Հոգին եկել է որ մեզ առաջնորդի ինչի մեջ, ամեն ճշմարտության մեջ։ Եվ նա անձնավորություն է։ Եվ ինքը Հիսուսով մեր մեջ է ապրում, Սուրբ Գիրքն ասում է այդ մասին, եւ մենք իրավունք չունենք Հիսուս անձին դուրս անել մեր կյանքից։ Այսօր քրիստոնյաներից շատերը Քրիստոսին իրենց կյանքից դուրս են արել, նա իրենց փրկիչն է, բայց իրենց Տերը չի։ Որտեղ այդ Տիրոջ հետ կապ չունեն։ Ռեալ, պրակտիկ կյանքում։ Անկեղծ եղբայրասիրության համար մաքուր սրտով իրար սերտ սիրեցեք։ Սա նշանակում է, որ կարելի է հանկարծ մարդկային շնչավոր հարաբերություններում սեր տեսնենք, բայց այդ սրտերը իրար հետ այդ սեր, որ խաղում են, երբեք էլ մաքուր սրտից չլինեն։ Իսկ միայն ով կարող է այդ սերը մեր մեջ առաջ բերել, գրված է Սուրբ Հոգու ձեռքով, Աստծո սերը սփռված է մեր մեջ։ Սրանք խոսքեր են, ես ու դու լսում ենք մեկ անգամ եւս, ես էլ, դուք էլ, բոլորս էլ միշտ կարիք ունենք, որպեսզի մեր զգացողությունները ամբողջովին տիրի Սուրբ Հոգին։ Մեզանից ամեն մեկը լցվի այդ Սուրբ Հոգով։ Եվ ոչ միայն առաջվա սերը, այլ մի բան էլ ավելին Աստված կանի մեզանում սերներ։ Եվ այսպես ես խոսեցի այն մասին, որ առաջվա սերն ու այդ առաջվա այոն Աստված ուզում է իմ ու քո մեջ պահպանված տեսնել։ Անկախ մեր պարտություններից մենք գալիս ենք հիմա Տիրոջ առաջ։ Աղոթք պետք է անենք եւ խնդրենք Տեր մեզանից ազատագրվել է պետք, սակայն միայնակ մենք ինքներս մեզանով դա չենք կարողանում անել։ Թող քո Սուրբ Հոգին իջնի, լցնի մեր էությունը ամբողջովին։ Եվ այն ինչ որ քեզանից չի, ինչպես երգում քիչ առաջ լսեցինք, չէ, որ Հոգին ինչ անի, վարի, այրի, մաքրի իր կրակով մեզ ամեն կրքերից, ամեն ինչից, որի ձեռքը մարդը գերի է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Հուսացած եմ, որ մի քանիսի միտքը կարթնանա ավելի սուրբ կյանքով ապրելու։ Եվ թող Տերը հաջողի ամենքիս կյանքում այս գործը։ Ամեն։